Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի ուսուցումն է։ Ամեն երեքշաբթի մեզ համար ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական։ Աստված բավան։ Այսօր Սրբազանը խոսելու է Դիվահարի բժշկության մասին, ընթերցենք ավետարանական պատմությունը։ Եվ Հիսուս եկավ ծովի հանդիպակաց կողմը Գերգեսացիների երկիրը։ Եվ երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմը ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի եւ որի բնակության տեղն իսկ գերեզմանների մեջ էր։ Եվ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, որովհետև շատ անգամ ոդնակապերով եւ շղթաներով կապված էր, բայց շղթաները փշրել էր ու ոդնակապերը ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, որովհետև միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններում եւ լեռներում աղաղակում էր եւ ինքն իրեն քարերով ծեծում։ Երբ նա Հիսուսին հեռվից տեսավ, առաջ վազեց ու երկրպագեց նրան։ Բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ինչ ես ուզում ինձնից, Հիսուս, Բարձրյալ Աստծու որդի, երդվեցնում եմ քեզ Աստծով, ինձ մի տանջիր»։ Եկան Հիսուսի մոտ եւ տեսան Դիվահարին, որ նստել էր հագնված եւ զգաստացած, նրան, որ լեգիոն ուներ, եւ զարհուրեցին։ Եվ ովքեր որ տեսել էին, պատմեցին նրանց, թե ինչ պատահեց այս ահարին եւ ինչ խոզերին, եւ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։ Եվ երբ նավակ մտավ, Դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի, բայց Հիսուս նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա քո տունը հարազատներիդ մոտ եւ պատմիր նրանց այն ամենը, ինչ Տերը քեզ արեց, եւ թե ինչպես խղճաց քեզ»։ Եվ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Հիսուս իր համար արել էր, եւ ամենքը զարմանում էին։ Սրբազան ավետարանական հատվածում ասվում է. երբ նա Հիսուսին հեռվից տեսավ, առաջ վազեց ու երկրպագեց նրան։ Ինչու դիվային ուժերը արտոնեցին, որ մարդը մոտենա Հիսուսին։ Այս թեփքյան ճիշտ առաջ պետք է իմանանք, ուրեմն Տեր Հիսուս եւ աշակերտները նավով ճամփորդում են թեպի այդ կողմը։ Եվ Հիսուս քնանում է նավի մեջ եւ մեծ փոթորիկ է պայթում։ Աշակերտները նախ չեն ուզեր արթնցնել Հիսուսին, բայց փոթորիկը այնպիսի սարսափելի մի փոթորիկ է, որ պիտի ընկմվին անպայման եւ Տեր Հիսուսին արթնացում են, որ մի բան ունե, Տեր Հիսուս հետաքրքրական մի բան է գնել, կսաստե հովը եւ ծովը եւ կհանդարտին։ Հիմա մենք գիտենք, որ հովը եւ ծովը անգենթան արարածներ են։ Ուրեմն այս սեղանի ես սաստեմ, ինչ իմաստ ունի։ Փայդ է, ճուրին սաստես ինչ իմաստ ունի, հովին սաստես ինչ իմաստ ունի։ Ուրեմն հոստը Հիսուս կսաստե հովին եւ այդ ծովին ետևը գտնվող այն ուժը, որ փոթորիկ է ստեղծում։ Չար ոգիներն են։ Ուրեմն երբ որ իմացան, որ Հիսուս կմոտենա իրենց տարածքին, այդ տարածքը, որ հեթանոսած շրջաններ, ուրեմն ոնդեղի չար ոգիները ծովը եւ հովը շարժման անցուցած էին, որպես հարցակին Հիսուսին եւ աշակերտներուն վրա։ Դեր Հիսուս սաստում է իրենց եւ ամիջավես խաղաղություն է լինում։ Եվ հետո է որ Դեր Հիսուս գելլե ցամաք կացած ադենը այս Դիվահարը մոտենում է։ Ուրեմն հոստը մի աներևույթ պատերազմ տեղի ունեցել է եւ Հիսուսի այն խոսքը կապելու իշխանություն այդ թիվային ուժերը տարածված է մինչև հոն։ Ուրեմն մի տեսակ այս մարդուն մեջ այդ թևերն ալ կապված են։ Մի տեսակ այդ պատերազմը գործընթացած են եւ հիմա մարդը ազատ կերպով կուզե փրկվել, որովհետեւ սարսափելի ցավերու տակ է այս մարդը։ Ուրեմն թիվահարության թեփքերուն անցը ամբողջովին ինքնին չգործունցներ։ Դերյակը դառնա թե ինչ կպատահի իրեն, բայց անուսում է փրկվելու միջոցներ չունի։ Երբեմն փրկվիր գուզե, երբեմն չգրնար փրկվիր, ուրեմն այս մարդը մի տեսակ հանկիստ շունչ քաշած է Հիսուսին մոտենալով եւ այդ արիթան օգտվելով Հիսուսին գվազը։ Թևերը չեն ուզում ալիգա, բայց ինչպես ասենք այդ մարդը այդ արիթը կդած է, այսինքն իրապես խղճալի է թիվահարված մարդու վիճակը, սարսափելի է, շարունակ ցավը գաբրի
հիվանդություններու մեջ է, երբեմն շատ ուժեղություններ ունի իր մեջ, առանցին է, ժողովուրդեն հերու է, ժողովուրդը տեսնե, վնասել գուզե այդ մարդկանց, իր ձերքը չէ, մեծ դարաբանք է իրեն համար։ Հետևաբար հոստը այս մարդը, որ դակավին իր էյության դերն է, մի տեսակ այդ մի բախը գտնե եւ Հիսուսին գերտա եւ հարգավ թե հոնդը թևերնալ միասին են եւ գսկսին թևերը խոսելու։ Սրբազան ինչու է այս դիվահարը այսպիսի անմարդկային պայմաններում ապրում, գերեզմանոցում շղթաներով կապված, ինքն իրեն քարկոծում է, արդյոք սա բնորոշ է ընդհանրապես դիվահարությանը, դիվահարության դեպքերն ընդհանրապես ինչ արտահայտություն են ունենում։ Խնդիրը այն է, որ ինչ տեսակ թև է մտել մարդու մեջ, այսինքն թև կա, որ հիվանդ կդարձնե, օրինակ համր եւ խուլ դարձնող մի թև կա, կարելի է գրություն դարձնե, մի գինգար չէ 18 տարեկան կքացեր այսպես, չեր գնար շտկվել։ Թիվայի մի կապվածություն էր իր ունեցածը, որտեղ Հիսուս ազատ կարծակ է։ Կան թիվային վիճակներ, որ մելանքոլիայի կարելի է առաջնորդեր մարդը, խորը դեսպյան, խորը անհուսախաբության, անձնասպանության կրնա։ Կարելի է, որ մարդը անդարներուն մեջ շրջելու, առանցին մնալու, ուրիշ մարդու երես չտեսնելու նույնիսկ միտումներ ունենա, այսինքն որ տեսակ թև կա իր մեջը, մի տեսակ անիկա գարդած սոլա։ Հիմա այս մարդու մեջ եղած թևերը փիշփախտ թևեր են, դարաբող թևեր են։ Հետևաբար հանգիստ են փնտրում, բայց այդ հանգստն չեն գնար գտնել։ Ուրեմն թևը հրեշտակ է, որ ինգած է։ Շիդագը, որ հիմա ետ չի գնար դառնալ, բայց իրեն համար ալ բնական վիճակ չէ այդ ինգած լինելու վիճակը։ Եվ երբեք հանգիստ չի գնար գտնել։ Մարդուն մեջը գմտնե հանգիստ չէ, դուրս գելը հանգիստ չէ, գրգին գմտնե հանգիստ չէ, անասունի մեջը գմտնե հանգիստ չէ։ Այսինքն անհանգիստ լալու թադաբարդված են, որովհետև ապստամբ հոգիներ են, ապստամբած են ոչ միայն Աստծո թեմ, այլ նաև իրենց փնության թեմ ապստամբած են։ Եվ հիմա հանգիստ են որոնում, մի բուտ հանգիստ, խաղաղություն մի քիչ, բայց չեն գնար գտնել անիկա գտարաբին եւ այդ տարաբանքը կարծականք է այն անձին մեջ, որուն մեջ մտել են արդեն։ Եվ իրենք տանչելու այդ մարմաչը, մազոշիստ այդ հագումները այդ մարդուն վրա ինչ կնեն կփորձեն։ Միշտ այդպես վայրակ ցևով ինչպես ասի դուրս չի գալիս այս թիվային սերբերումները, քրավումները, տարբեր տեսակի արտահայտությունները ցույց կրնատալ։ Օրինակ կարելի է որ թևեր մտնեն մի գախարտին մեջ, մի որոշ շրջան անոր շատ լավ ժամանակ անցնել տան։ Տեսուկներ ցույց տա, ցայներ լսե, երաժշտություն լսե, իրեն արննդանին քեյցիկ վայրեր շրջի այսպես, հրեշտակներ տեսնե, տեսուկներ տեսնե, անալ կրնալալ, բայց հետո ի վերջո պիտի սկսին իրենց գործանարար աստեցությունը ցույց տալու եւ պիտի ուզեն մերցնել այդ անձը։ Այսինքն իրենց նպատակը վերջնականապես այն է, որ իրենց մեջ մտած անձը մերցնել եւ իրենց հետ միասին թժող տանել։ Սրբազան մարդը, որն արդեն հայտնվել է դիվային ուժերի ազդեցության տակ, ինքնուրույն կարող է ազատվել դրանցից, թե անպայման օգնության կարիք ունի։ Անպայման օգնության կարիք ունի արգավթե, այսինքն շատ դժվար է որ ինքն մեր փրկվի, եթե Աստծո մեծ նախախնամությունը չլինի, ինչպես որ դրթատ թակավորը Գրիպսի մեկ գույսերը նահատակութենեն հետո այդպես մի հիվանդություն եկավ իր վրա, թիվահարվեցավ, ինքսիկ անասունի պես կսկար, չեր գնար ներս մնալ, պետք է դուրս լար եւ այդ վիճակից Գրիգորուսավորիչ փրկեցրեն, իր աղոթքով փուշեց եւ այդ հրաշքով գսկսե հայ ասկի իրապես փրկությունը։ Հիմա հոսալ, եթե Տեր Հիսուս չօգներ, այս մարդը չեր գնար ազատվել։ Ինչու՞ որովհետև հզոր կերպով կապված է։ Այսինքն անպայման Աստծո օգնությունը պետք է
որպես այսպիսի մարդիկ ազատվին։ Բայց արդեն այսպես ծանր վիճակներուն երբ որ կհասնին, ոնդե մի տեսակ սահմանեն, գիտեն անտին անցել արդեն այսպիսի հիվանդությունը, այս թևից տանջվելու վիճակները եւ անուրամար պետք է օգնել այդ մարդկանց դժբախտաբար այսպիսի մարդկանց ներկայիս բժշկագիտությունը չի հավատում շատ հաճախ այսպիսի բաներուն եւ կմոտենան բարձրապես ինչպես ասենք ֆիզիոլոգիական տեսակետից թեղ են սրսկում ուրիշ միջոցներ են կիրառում կարծես թե միայն ուղեղային մի հիվանդություն լիներ ասիկա բայց կարելի չէ այդպես բուժել ամեն հիվանդություն իր տեղը եւ թարման ունի հետեւաբար Տեր Հիսուս կսե որ որոշ թևեր կան որ բարձ աղոթքով չելներ աղոթքով եւ ծոմաբահությամբ կելեն հետեւաբար այսպես անցած հոգեվոր մոդեցում հոգեվոր օգնություն պետք է ցուցաբերել Սրբազան երբ Հիսուս Դևի անունն է հարցնում պատասխանն է լեգիոն ինչ է այս անունը նշանակում Լեգիոն ռոմեական լման բանակը լեգիոն էր 6000 զինվորից բաղկացյալ էր այսինքն այդ 6000 հոգին մեկ բանակ կգազմեր ռոմեական համակարգի մեջ ենթապաշտպանումներ ուներ եւ այլն բայց 6000 զինվորից բաղկացած մի քունթ էր ուրեմն լեգիոնը ինչ ասել է մենք լեգիոն ենք ասելով ասել որ մենք շատ ենք այսինքն մեկ մարդու մեջ 6000 թև մտել է եւ անիկա ցույց կտա որ իրենք տարբեր տեսակի տարածի եւ օրենքների ենթակա են ինչպես որ քիմիայի ֆիզիկայի օրենքները չաշխատում երկրաչափության մեջ չէ ուրիշ մի օրենք պետք է հոն ուրիշ օրենքներ են աշխատում այդպես ալ հրեշտակներու աշխարհում այլ օրենքներ անոնք մեր աշխարհի հետ կապ ունին բայց նաև ունին իրենց հատուկ օրենքները ապրելակերպը եւ ծևը հոստը լեգիոն բառը նաև որոշները կմեկնեն որ կարելի այս մարդը դիվահարված լա լեգիոններու մի շարժումով որովհետեւ գրաված տարածք էր Իսրայելը հետեւաբար երբեմն այդ զինվորական գրավումները շատ վայրակ կանցնեին եթե մի քյուղ հնազանդեր կմտնեին գայրեին կանանց կփռնապարեին ռոմեական զինվորները խաչի գահանեին ուրեմն կարելի է որ այս մարդը այդպիսի մի արշավանքի ադեն թիվահարված լինի որովհետև թևերի թափանցման համար մարդու պաշտպանությունը պետք է գործանել եւ մեծ վախերը պատճառ կդառնա որ մեր հոգի այդ պաշտպանությունը թուլանա ջեհկվի եւ ունդերեն ներս մտնեն ուրեմն գսեմ որ կարելի է այսպիսի մի հարցակման ժամանակ կամ այս մարդը մանուկ կամ երդասարդ էր իր դեսածները եւ այլն մի տեսակ խելակարության փերած են եւ այդ միջոցին կարելի է այս թևերը մտածելան կան ուրիշ մեկնություններ որ գսեմ որ ինչպես որ արդար մարդիկ կսրբանան եւ մեռնելուց հետո հաղթական եկեղեցի մեջ կորձել կշարունակեն հրեշտակներով էս անոնք պաշտոն ունին հավատացյալներուն օգնելու եւ պաշտպանելու նույնպես ալ կարելի է որոշ մարդիկ այնքան չարանան եւ այդպես մեռնին որ իրենց հոգին թևի վերածվի արդեն եւ այս անգամ սատանան օգտագործի այս մարդիկը այսինքն ասում եւ կամ թափարին որոշ տեղեր կապված մնան եւ կարելի է որ այս լեգիոնը չարացած զինվորներու մի խումբ լինի ասոնք մեկնություններ են արգավտը բայց մի բան գիտենք որ ասոնք խմբովին անցիմը մեջ գտնվին եւ անհանգիստ են բայց նաեւ չեն ուզեր թուժող երթալ եւ աղաչում են Հիսուսին որ թուժող չուղարկի կամ նույնիսկ դուրս չհանե որովհետեւ դուրսը ցուրտեր են համար նաեւ Սրբազան ինչու դևերը խոզերի մեջ մտնելու ցանկություն հայտնեցին իրենք
գիտեմ որ պիտի դուրս պիտի ելնեն եւ Հիսուս այդ իշխանությունը ուներ հասկացած էին իրենք այդ փոթորիկի պատերազմեն հասկացած էին որ իրենց վրա եկող բարձ մեկը չէ եւ իրենց հրամայելու իշխանությունը ունի որ երթան դժոխք հավանաբար շատ հաճելի միտեղ չգիտեին հոն երթալ չեն ուզեր եւ նաեւ չեն ուզեր դուրսը մնալ այդ չերմությունն են փնտրում այդ տակությունն են փնտրում որովհետեւ երկնային մխիթարություններն հերույ են հիմա միայն մնացել է իրենց անասնական մարմինը սկայարանքներու դալիք հաջույքները Սրբազան երբ տևերը խոզերի մեջ հայտնվեցին հազարավոր խոզեր դարավանդից ծովը նետվեցին եւ խեղդվեցին հավանաբար մեծ վնաս պատճառելով նաեւ իրենց տերերին Արդյոք նրանց տերերը պատժվեցին ինչ որ հանցանքի համար այս դեպքը ինչպես կմեկնեք Հիմա այս դեպքը կարգավ թե ունի երկու երեսանք մեկը ցույց կտա դիրոջ ողորմությունը երբեմն մենք քրոնական լեզվով շատ խիստ ենք նաև սատանայի եւ թևերու նկատմամբ եւ պետք է այդպես լինի բայց դիրոջ ողորմությունը այնքան մեծ է որ նույնիսկ այս թևերին ցավում է եւ լավ կացեք խոզերին մեջ կացեք Քրիստոսի մեծ ողորմությունը ցույց կտա նույնիսկ թևերի նկատմամբ իր այդ մեծ ուժը աստվածային ուժը չօգտագործում եւ իրականության մեջ դժոխքումալ մեղավորներու կյանքի մեջ ալ եղած դարաբանքներ աստված չէ տալիս իրենք սրենք են անեկան ինչպես որ այս թիվահարի կյանքում այդ կհայտնվեր որ ինքսին կտանչեր քերեսմաններու բարգում էր մարդու երես չեր տեսներ եւ այլն այսինքն դերը գսե որ խղճալի եք դուք իրականության մեջ ավետարանը այս հատվածը մեզ ցույց կտա որ այն բաներն որ մարդիկ սարսափում են շատ են վախենում բայց մի տեսակ այս ավետարանը հատվածը մեզ ցույց է տալիս որ որքան խղճալի են եւ ինչ է իրապես աստուծո մե հեռանալու քինը հրեշտակներ հիմա եւ ոնդե գուսեմ որ խոզի մեջ մտնեն քոնե գործուն ցերեն իրենց թևերը հիմա մարմինալ ճունին եւ կամ ունին շատ խեղճուկ է եւ հիմա միայն նույնիսկ հանկիստ գտնել գուսեն խոզերի մեջ եւ աստված ասա որ լավ կացեք մի բա Եվ նաև ունի այս դեպքը ուրիշ խորհրդանշական կարևորություն մարդկանց համար, որ անոնք որոնք կախարդությամբ են սպառվում, այդպես ինչպես ասենք հրեշտակներու հետ խոսիլ գուսեն, մյուս աշխարհի հետ կապ հաստատել գուսեն եւ անոր համար չեն քաշվիր այդ թևերի հետ կորզակցելից, Շատ պատրաստ են հավատալու ամեն փսացող ոգին, որ Աստծո է Եթե մարդուն մեջ մտնեն, եթե մարդու ցեր կանցնեն, իրենց խեղճ վիճակը ցույց տալ գուզե Հիսուս։ Հիսուս ցույց տալ գուզե, որ այս ոգիները գործանարար են։ Կգործանեն, եթե մարդուն մեջ մտնեն, կգործանեն, եթե անասունին մեջ մտնեն, կգործանեն, եթե փույսին մեջ մտնեն, կամ որևէ տեղ։ Իրենք փլատակներու ոգի են, գործանվան ոգի են։ Հետևաբար, ով որ չարության հետ գործ ունի, Եթե չարությունը մի դեր կմտնե, անպայման կգործանե։ Նայեցեք հիմա մարդը կգործանեին, հիմա խոզերու մեջ մտան, խոզերը գործանեցին, խոզերը խենթացան, խոզերը խենթացուցին։ Մարդու մեջը հանգիստ չէին, հիմա խոզերուն մեջը հանգիստ չեն, եւ հագարակ իրենց կամքին, ինչ կլան, խոզերը կխլրդեն եւ թարավանտեն վար, անտունտից վար, ծով կթափվեն եւ կխեղդվեն։ Թերևս Աստծո նախախնամությունն էր անիկա եւ գսեր որ խոզեր անգամ սեզմա վեր մակուրեն։ Խոզերու մեջ մնալու անգամ արժանի չեք, այդ ամեղ անասուններու մեջ մտնելու անգամ ինչ եք դուք արժանի չեք։ Թերևս Աստված ոստե խոզերն է ողորմում, որովհետեւ ի վերջո պիտի մեռնի։ Չիրակ է որ խոզատերերին հոստեղ վնաս է հասնում բայց մի տեսակ իրենց շրջանը ողողված էր այս թևերով։
իրենց կենցաղը, հեթանոս կենցաղը, հավատքեն հերու կենցաղը մի տեսակ բնակավայրին վերածած էր։ Աշխարհի վրա կան այդպիսի տեղեր, որ թևերը ավելի շատ գտնվին, քան թե այլ տեղերը։ Որովհետև հոնդե մեղքերը շատ են, կախարդությունը շատ է, աղտոտությունները շատ են, հետևաբար կգրավե հոնդե չար ոգիները, ինչպես որ թիակը, հոնգ ավակվին ջանջերը, որդերը, ամեն տեսակ միջատները, ինչպես որ եթե ծաղիկ կա, հոնալ գավակվին թիթեռնիկները, մեղուները, հետևաբար իրենց շրջանը թիվահարված էր, և իրենք մի բան ուներ չէին ուզեր, որ փրկվին, բայց ի վերջո նայեցեք իրենց վնաս տվավ։ Հիսուս չուղարկեց թևերը անոնց վրա մտնեն, պարզապես արտոնեց իրենց ուզածը, իրենց ուզածը արտոնեց։ Եթե Հիսուս դուրս աներ անոնց, այդ մարդեն կարելի անոնք ինքնաբերաբար գրկին բիդը մտնեին հոնդերի խոզերի մեջ և կամ թերևս հոնդերի հովիվներուն մեջ բիդը մտնեին։ Այսինքն այս պատմությունը մեզ ցույց կտա, որ երբ որ ծեր շրջապատի թիվային ազդեցություն կա, ծեր պարտականությունն է նաև անիկա մաքրել, որովհետև եթե չեք մաքրել, մի օր դուք պիտի վնաս կրեք անիկած, ծեր գալվածները պիտի վնասվին։ Եթե գարդունես, որ սատանայաբաշտը գադուն փռնե և մորթ է, զոհմատուցան է, մի օրալ կփախցնե քու զավակդ և անիկա կմորթ է իր աստվածին, իր չաստվածին։ Հետևաբար մեր քրիստոնյաներու բարդականությունն է նաև մեր շրջանը մաքրագործել թիվային ազդեցության է։ Ինչպես պիտի ունենք անիկա, ուխտակնացությամբ պիտի ունենք, ոչ միայն մեր անձի համար պիտի աղոթենք, մեր թաղի համար պիտի աղոթենք, երբեմն պիտի երթանք թիմացը այդ մեղավոր տեղերին, անոնց թիմացը պիտի աղոթենք մենք, Քրիստոսի անունը պիտի կանչենք, մենք պիտի գաբենք այդ ուժերը, որովհետև մենք չենք գիտեր իրապես, երբ որ արտոնվի, անոնք ինչին մեջ պիտի մտնեն։ Ոչ միայն նյութին, այլ նաև կմտնեն աննյութական բաներուն։ Մենք մեր եկեղեցու մեջ ունենք այդ սովորույթը, որ մենք աղոթ կանենք ոչ միայն մարդկանց վրա, այլ անասունները վրա, արդին համար, անսրևի համար, որպես մաքրագործվին անոնք։ Մենք անում ենք, չէ, դնողնենք անում ենք, չրոխնենք անում ենք։ Այս բոլորը այդ թիվային ազդեցությունները մաքրվելու միջոցներ են և մենք պետք է ունենք։ Եթե չենք ուներ, մենք չենք գիտեր թե իրապես երբ պիտի մտնեն, ուր պիտի զարնեն, ինչպես պիտի զարնը իրենց ազդեցությունը։ Հետևաբար այս մարդիկ, այս թվային, այս թիվական տարածքի մարդիկ հոգ չէին անում անոր, մի տեսակ հաշտված էին։ Սրբազան մարդն է իր մտածումներով, իր գործերով ստեղծում այդ միջավայրը, որտեղ կարող է չարը հաստատվել, չար ուժերը հաստատվել, թե չարն է ամեն ինչ անում, որ մարդու մեջ հաստատվի։ Ասիկա մի հարցում է, որ հավը ծույց կել է, թե ծուն հավից կել է, բայց մի հարցում է, սկիզբից մարդը հրավիրեց։ Այսինքն Ադամ և Եվան հրավիրեցին Սատանան իրենց վրա իշխան լինելու, որովհետև իրենց վրա Աստծո խոսքը իշխան պիտի լար, բայց իրենց ասին, որ չէ, Սատանայի խոսքը ավելի հարկի է, քան Աստծո խոսքը։ Սատանային հնազանդեցին ոչ Աստծո։ Հետևաբար մի տեսակ իրենք մեղքին մեջ ինգան, բայց այդ մեղքը այդ հսել էր։ Սատանան մեր մասին ավելի լավն է մտածում։ Եվ անգե հետո այդ Սատանան մուտք գործեց մարդկային կյանքին մեջ և իրենք անմիջապես տեսան, որ իրենց երկու որդիները Աբել և Կայենի վիճապատությունը սկսավ մեկը մյուսը սպանեց։ Հիմա իրենք Սատանային թույլ տվին, Սատանան աշխատեցավ Աբել և Կայենի ուղեղներու մեջ, ուրեմն Կայենը գտավ հարմար մի տեղ և անոր մղեց մարդասպանության։ Եվ Հիսուս կսեց, չէ, Սատանան սկիզբից մարդասպան է։ Սկիզբից սդախոս է, սուտ խոսած ադենը ինքնիր մեկը խոսի։ Աստված չսորվեցուց անոր, ոչ ոքեն աչ չսորվեց։ Մարդկային պատմության ընթացքին մեղքը որքան որ կա, այնքան Սատանան իշխելու իշխանություն ունի։ Բայց հատկապես չրհեղեղից հետո
Սատանային մարդկային կյանքի մեջ մուտք գործելու հնարավորությունը գաղափարությամբ եղած է։ Այսինքն այդ ուժերու միջոցով ինքը ցերկ անցուցած է որոշ անձանց եւ հետո այդ անձանց միջոցով քաղաքական ոլորտ ստեղծած է եւ չարություններու մի անիվ ստեղծած է, որ թե չարությունները կշատնան, չարությունները եւ մեղքը կշատնա, ուրեմն իր իշխանությունը կգավելանա։ Իր իշխանությունը կգավելանա, չարությունները կշատանան։ Այնպես որ մի չար անիվ կա, որ մենք արդեն սատանայի մի տեսակ իշխանության ներքև ենք, եթե մենք մեր անձնական սխալներով թուրը փանանք, սատանան ներս է մտնում։ Այսինքն եթե դու թուրը փանաս, փած թողուս, քողը կմտնե, եթե այսօր չմտնե, վաղը կմտնե, որովհետև փած է։ Քու պարտականությունը թե պաշտպանել անիկա, բայց երբեմն ուզածը չափ պաշտպանը չէ։ Եթե քողերը շատանան եւ զորանան, երբեմն դու ուզած տալնես, անոք մի ճամփակ գտնեն եւ կմտնեն, քեսի կվնասեն։ Այնպես որ այս տարածքն ալ հավանաբար հեթանոսական սովորույթներով գաղափարությամբ լեցված մի տարածք էր եւ ոնդե թևերը ավելի ազատ մուտք էին կորցում մարդկանց կյանքին մեջ, նույնիսկ ներս էին մտնում։ Կարելի է որ այս մարդու անձնական մի դգարությունը լա, կարելի է իր ընտանիքի դգարությունը լինի, այսինքն երբեմն ինչպես ենք որոշ վնասը կգրեն ընկերության ամենեն դգար անդամները, անպայման իրենք հանցավոր լալու պայման չեն, ամենեն դգարներ, մանուկները զորում ենք, այնպես որ պետք է մենք նաև պահպանենք մեր ամենեն դգար անդամները մեր ընկերության։ Սրբազան այս մեծ հրաշքը տեսնելուց հետո այնուամենայնիվ գերգեսացիները չընդունեցին Հիսուսին եւ խնդրեցին հեռանալ իրենց սահմաններից, ինչու։ Որովհետեւ վախցած էին, որ հովիվներ տեսան ինչ պատահեցավ, այդ երկխոսությունը Հիսուսի եւ թևերի միջև, հետո երբ որ Հիսուս արտոնեց խոզերու մեջ մտնան, մեկ խոզերու մեջ այդ շարժումը տեսան, ինչպես անկառավարելի կերպով թեպի ծով թեքվեցին եւ խեղդվեցան, վախնալով քացին եւ պատմեցին ժողովուրդը դուրս ելավ ամբողջ եւ տեսան այդ մահացող խոզերու թիակները, հասկացան որ խոզները շիդագ են ասում եւ վախեցան անկե, ուրեմն չգրցան բարգանալ Հիսուսի վրա արկավ թե, բայց գաղաչեին էր մեն որ հերանա իր սահմաններից, մենք չենք քննարկել այս Եվ Հիսուս կհերանա հարկավ թե, որովհետև երբեմն մենք աստվածային ճշմարտության ամբիս գրնանք հանդեպիլ, որ չգրենք անիկա այդ պահում, վախենանք մենք, և շատ հաճախ մարդիկ իրապես լույսը տեսնում են, բայց չեն ուզել իրենց կյանքը փոխել, իրենց ծանր գուկա այդ աստված ընդունել, սրբությունը ընդունել, իրենց կյանքի մեջ այդ հեղափոխությունը չեն ուզում ապրիլ։ Հետևաբար կուզեմ, որ Հիսուս հեռանա, և Հիսուս հեռանում է։ Այսինքն երբեմն մարդիկ իրենց օգուտը չեն տեսնում իրապես։ Սատանայի կաչողությունը նաև այդ է։ Ամեն ինչը այնպես կշրջարկե, որ տակն ու վրա կնե, գլխի վայր կդարձնե, շիտակը սխալի շիտակի պես կտեսնես։ Ուրեմն այս մարդիկ իրենց բժիշկը կմերժեն, իրենց փրկիչը կմերժեն, մի բան որ գրնա իրենց տարածքը փրկել, բայց չեն ուզեր։ Եվ մի տեսակ մեղքին հետ հաշտված են, թևերի հետ հաշտված են, չեն ուզեր խրճեցնել թևերը, չեն ուզեր անոնց հետ պայքարի մտնել։ Անոնց տված այդ վնասով կամ ջնշումով ապրիլ բարժված են և կուզեն անորդակը մնալ։ Այսինքն մարդիկ մեղքից միշտ թշկող չեն, երբեմն կսիրեն այդ մեղքը, մինչև որ իրենց ծանր մի վնաս հասցնեն։ Այնպես որ մարդիկ չարության հետ լեզու կգտնեն, կհաշտվին անոր հետ, մինչև որ իրենց մեծապես վնաս չտա։ Երբեմն կհավատան, որ մեծակույն ուժն է չարը և անիկա հաղթարել, անիկա մակրագործել կարելի չէ։
եւ չեն ուզեր։ Սրբազան դիվահարը արդեն բժշկվել է, փոխվել այլ մարդ է դարձել եւ ցանկանում է Հիսուսի հետ մնալ, սակայն Հիսուս չարտոնեց։ Ինչու՞։ Ուրեմն այս մարդը հեթանոս էր մեկ եւ Հիսուս չեր ուզեր հեթանոսը իր հետ գրել։ Հարմար չէր իր արաքելության համար։ Այսինքն մի այլ գրոնքից, մի այլ ասկից մի մարդ չկա, Տեր Հիսուսի աշակերտներում մեզ չկա այդպիսիները։ Առաջին եկեղեցին հեթանոսներուն քարոզել սկսավ։ Այդ էր Աստծո ծրագիրը։ Հիսուսով ես Իսրայելի գործված ոչխարները համար եկա։ Հետևաբար ինքը Իսրայելի տարածքում գքարոզեր շիդակե, բայց չուսեց որ այս մարդը իր հետ կա։ Իսկ երկրորդը այս շատ հզոր մի դեպք էր այդ տարածքի ժողովրդի համար։ Իրենք հասկացած էին, որ այս մարդը, որ թիվահար էր, այսքան սուստ դարձած է, հակված է, հանկից կխոսի, անոր մեջ իր հեղափոխությունը տեսան։ Եվ Հիսուս հասկացավ, որ այս ժողովուրդը շոկ է ապրում հիմա, բայց հետո կամաց պիտի հասկանան, թե ինչ պատահեցավ, ով էր այցելողը իրենց։ Հետևաբար այս մարդուն ասել, որ քու լավագույն դեղդ իրենց մեջ մնալն է եւ վգա դառնալն է։ Քու գենցաղովդ, նոր գտած քու կյանքովդ, մակրված քու կյանքովդ վգա վիդելված, թե ինչ պատահեցավ քեզ։ Քու ընտանիքիդ եւ ուրիշներուն։ Իրավես փոխված մի մարդ մեծ ուժ է Աստծո եւ Փարուն համար։ Աստծո ուժը ցույց կտա, Փարին ուժը ցույց կտա, սիրո ուժը ցույց կտա։ Ցույց կտա, որ մարդը գրնա փոխվել։ Չկա ամփուշելի նկարագրի խնդիր, կարելի է անիկա հեղաշրջի։ Ուրեմն Տեր Հիսուս անոր համար գսե որ թուն քնա հոն։ Եվ նաև մեզ համար ասեք, ամեն մարդ ամեն արաքելության գանչված չէ։ Ամեն մարդ եկեղեցական պետք չէ լինի։ Ամեն մարդ պետք է միսիոներ լինի։ Մեկը գտնա շատ հավատացյալ է, բայց միսիոնարության երթալու շնորհք ունենա, երթալու պետք չունի։ Այնպես որ Տեր Հիսուս երբեմն գսեց કે ամեն ինչիդ եկուրիմ յետևես, հոսալ գսե որ չէ, չեմ ուզեր որ ինձ հետ կաս, դու այդ մեջ մնացիր։ Այնպես որ մենք հալ լսենք Տեր Հիսուսի ցայնը, թե մեզ ուր է ուսում, ուր լավ է մեզ համար եւ Քրիստոսի կորձին համար, ուր ենք մենք լավագույնս վկաներ դառնալ Աստծո կորձին մեջ, մեր գենցաղով, մեր խոսքով, մեր փոխված կյանքով։ Սրբազան ովքեր են առավել ենթակա դիվային հարձակման, մենք ինչ պետք է անենք մեզ պաշտպանելու համար։ Մենք բոլորս ենթակա ենք դիվային հարձակման, ոչ մեկ ապահովությունալ չկա։ Մի հետաքրքրական խոսք է ասում Պողոս Արաքյալը իր վրա եղած մի հիվանդության մասին, ասե որ մի սատանայի հրեշտակ դրվեցավ ինձ, որ ինձի փրունցկե, ինձի ծեծը։ Այսինքն այն հիվանդությունը, որ ինքը գրում է, մի սատանայի հրեշտակ, մի թևի աստեցությունն է, եւ գսե ես աղոթեցի, որ ինձ մե վերացվի ասեք, բայց Աստված ասավ 3 անգամ, որ իմ շնորհքս կփավե քեզ։ Ուրեմն մենք մեզ ոչ մեկը ազատ չի անոնց աստեցութենեն, նույնիսկ սուրբերը։ Այսինքն մենք սուրբերու կյանքին գնայինք, մենք դակավին սատանան մոտենալու հնարավորություններ ունեն, ինչպես նույնիսկ Տեր Հիսուսին մոտեցավ անապատին եւ այլ միջոցներով մոտեցավ։ Հետևաբար փախչել մի դեր չունենք։ Անոր համար Պետրոս Արաքյալը գսե որ սատանային փախչեցեք, Աստուծո ապավինվեցեք։ Այսինքն սատանային չեք գնալ փախչել։ Սատանային միայն գնաք փախչել Աստծո մեջ ապավինվելով։ Հետևաբար մենք Աստծո մեջ պիտի մտնենք։ Անե մեր ժայռը, մեր ապավենը, մեր բերդը, որու մեջ ենք մենք ապահով։ Հետևաբար մեր կյանքում սրբություն պիտի լինի, մեր կյանքում աղոթք պիտի լինի, եւ այնադեմ մենք պիտի հասկանանք, որ մենք ունենք այդ ուժը։ Շատ հաճախ երբեմն նորմալ այս բաներով չհետաքրքրվող մարդիկ կվարակվին այս բաներով,
երբեմն իրենց տան մեջ շարժումներ կբադահի, քույքերը դեղ կփոխին, ցայներ կլսեն։ Ես այդպես կհիշեմ մի ընտանիք հրավիրած էր ինձ, որ դնորն է կատարեմ իրենց տունը, իրենք ջուջեներ էին տեսնում այդպես, քաճաճներ, կանանչ քույնով եւ այլն, Տանաբես ես կասկածամիտ եմ այդպես բաներ, անմիջապես չեմ հավատալ, բայց իրենց մեջը փաստաբան կար, ջարդարակետ կար այդ տան մեջ ապրողներուն մեջ, եւ իրենք հավատքի հետ եւ այդպես բաներով շատ տարված մարդիկ չէին։ Եվ երբ որ դնորները կկատարեցինք, այլևս այդպես բաներ չերևեցին իրենց աչքին կամ այդ երևույթները չեղան։ Երբեմն մարդիկ կսկան, որ մի բան կջնշե իրենց, հատկապես քունի ադեն, իրենց կուրծքը նստող եւ գոգորտ սերմով, շնչահեղձ թողող, ուժեր եւ զորություններ կսկան եւ կսկան, որ այդ չար է։ Պետք է աղոթեն այդ միջոցին եւ զորավոր երբով Տեր Հիսուսի անունը կանչեն, որովհետեւ նույնիսկ հաճագնքել ուզես այդ պահուն չես կարող իքուցեք շարժել։ Եվ այդպիսի բարականերուն իրապես աղոթքը մեծ զորություն ունի եւ կսկակ որ կամած կթողու այդ բանը։ Լավ գլա օրտնված մի խաչ գրել մեր վրա, ավետարանի հատվածներ գրել, քրված գրել մեր մեջ։ Այսինքն մեր սենյակում Սուրբ Նարեկի մի աղոթակիր կլինի, Աստվածաշունչ լինի մեր տունը։ Մեր բادرը զարդարված լա Հիսուսի նկարներով, ավետարանեն նկարներով, այսինքն մենք փաստենք, որ այդ ոգիներուն մենք չենք տեսնել, բայց անոնք տեսնում են, մենք պատկանում ենք ուրիշ մի Տիրոջ, կապ չունենք իրենց Տիրոջ հետ, եւ կորց ունենալ չենք ուզել իրենց Տիրոջ հետ։ Պետք է նաեւ մենք ուշադիր լան կախարդութենեն, պիտի չերտանք ոչ մի քուշագին, ոչ մի գաղարդին, պիտի չայցելենք բժշկության համար ոչ մի մարդուն, որ եկեցին 100% չեղսած, որ այս մարդը Աստուծմով է բժշկում։ Որովհետև ինչպես քիչ առաջ խոսեցանք, Սատանան կրնա օգտագործել Աստծո անունը, Աստծո վերաբերյալ թեմաները, որպես համոզում ստեղծը։ Հերու մնանք օդար գրոնքներից, աղանդներից, մաքուր պիտի լա մեր կյանքը, որպես Սատանան մեր բծության պատճառով մեր կյանքում կործելու իրավունք չունենա։ Ուրեմն պաշտպանությունը այսպես է եւ նաեւ պիտի գիտակցենք մենք, որ մի պատերազմ ունենք մենք, աներևույթ պատերազմ եւ Պողոս Արաքյալի Եփեսացիներու գրած նամակում թերևս մեր վերջնապանը լինելու 6-րդ գլխում գսե եւ վերջապես զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ եւ Աստուծո սպառազինությունը հագեք, որբեսի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին, որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկինքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուրեմն հոստե Արաքյալը մեզ իրապես գսե որ դուք իմանաք կամ չեք իմանար, գիտակցեք կամ ոչ, բայց մի ուրիշ աշխարհ կա, որ մենք գույր ենք։ Եվ շարունակ այդ աշխարհը մեզ աստեցություններ կալես է, եւ մենք ալ աստեցություն ենք ուղարկում անոնց։ Մենք ալ ուժ ունենք, հատկապես հավատքով եւ Աստուծմով միացած։ Սատանան ալ, թևերն ալ վախենում են մեզ մե, եւ որ հավատացյալ ենք։ Մեր խաչից վախենում են։ Հետևաբար այս գիտակցությամբ իմանանք, որ մենք մի գրև ունենք, երբեմն մեր կյանքի մեջ պատահած տարօրինակ դեպքերը, հակարակությունները մի տեսակ աներևույթ պատերազմ են։ Այնադեմ պետք է աղոթքի մեջ ավելի զորանանք։ Հետևաբար ավետարանի լույսը պետք է տարածվի, ավետարանի լույսը պետք է լինի մեր տուներուն մեջ, այդ երջանկություն կբերե, բայց Սատանան գուքա խաբարով, ամեն տեսակ դգիտությամբ, սխալ ինֆորմացիայով, կախարդանքով, այլ գրոններով, որպես թշպախտեցնե մեզ։ Ուրեմն եկեք ամուր բինտ կենանք մեր տեղում եւ սուրբ պատերազմը շարունակենք։
Շնորհակալություն Սրբազան մեկնությունների համար։ Հարգելի հեռուստադիտող, հետևեք մեր հաղորդումներին ամեն 3 շաբթի։ Բացահայտեք ավետարանական ճշմարտությունները Սահակ Սրբազանի օգնությամբ։ Մինչ հաջորդ հանդիպում։